Բարեձեւելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համենայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հոկտեմբերի 5-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Քանի որ մեզ համար շատ կարևոր է նաև ռուս-ամերիկյան հակամարտությունը, իսկ հիմա լարված իրավիճակ է, հատկապես մեզ համար կարևոր է այն առումով, որ հույս ենք փայփայում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև Հայաստանի անվտանգությունով կզբաղվի, թեպետ այդ փաստաթղթերով ու պայմանավորվածություններով դա չկա, բայց եւ միևնույն ժամանակ են քայլեր, որ արվում է Ռուսաստանի ուղղությամբ եւ պատկերացրեք այդ բախման արդյունքում նոր իրավիճակ լինի։ Հայաստանի վիճակը պատկերացրեք։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի Ուկրաինայի բանակին հեռահար տամահավք հրթիռների մատակարարման հնարավոր որոշումը կբերի Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների փլուզմանը։ Նախ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները հարաբերություններ չուներ։ Ինչ պատերազմը սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ից հարաբերություն չկար։ Այս կողմից Ռուսաստանն էր, այն կողմից Միացյալ Արևմուտքը։ Այդ հարաբերությունը փորձեց հաստատել Դոնալդ Տրամպը։ Դա նրա նախաձեռնությունն էր։ Բայց Ռուսաստանի նախագահը դա չգնահատեց։ Հիմա ինչ է ուզում։ Այն աշճանի քայլեր ու ժեստեր, որ Տրամպը արեց, ամբողջ աշխարհը զարմացրեց։ Բայց դրանից հետո պետք է գնահատեիք դա։ Հազիվ առիթ էր, որ ասեիք դե լավ, դե Դոնալդ Տրամպի խաթրից ոնց դուրս գանք։ Մարդը ուզում է խաղաղության գնա։ Մենք է գնանք համաձայնվենք։ Դա շանս էր, որ Ռուսաստանը փրկվեր։ Այս պատերազմը դադարեցներ հղում անելով Դոնալդ Տրամպին, որ մարդը ձգտում է խաղաղության, մենք է գնահատում ենք նրա ջանքերը։ Բայց այդպես չարվեց, չէ՞։ Չարվեց եւ դա համարվեց թուլություն։ Շատ ցավալի է, որ Դոնալդ Տրամպը իրան դրսևորեց այնքան թույլ, որ իսկապես մտածեցին, որ դե լավ, դե ուրիշ ինչ պետք է անի, որ։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվի կշռի ու հեղինակության հետ խաղաց։ Բայց դա երկար չէր ձգվի, չէ։ Գալու էր մի պահ, որ դա վերանայվեր։ Եվ վերանայվել է։ Հիմա որ ասում ես հարաբերությունը կփլուզվի, ինչ պետք է լինի։ Տրամպը պետք է հուզված նստի, ասի՝ «Վայ, այս որ հարաբերությունը փլուզվեց, բա մենք ինչ ենք անելու»։ Ինչ է անելու։ Կամ այդ որ հիմա ասենց ասում եք։ Ջևելինը տվեց Ամերիկան, ասիկ հլո, տեսեք ինչ ենք անելու։ Չտվեց։ Հայմարսը տվեց, ինչ արեցիք։ Ոնց որոշել է Հայմարսով խփի, այդ լուրջ խնդիր կունենան մեզ հետ։ Ունեցան։ Հլո մի հատ փորձեն Ղրիմի կամուրջին խփեն, տեսեք ինչ են, հա մեզ համար կարմիր գիծ է։ Չխփեցին, քանի անգամ խփեցին։ Իսկ որ ատակամ ստան, լրիվ ուրիշ իրավիճակ է։ Տեսեք ինչ ենք անելու։ Վերջի խափվողը Դոնալդ Տրամպն էր, որ հենց գիտեք դուք ձեզանից բան եք ներկայացնում։ Մարդը դե տենց էր մտածել։ Նախորդ պաշտոնավարման ժամանակ ուկրաինական պատերազմը չկար։ Եվ ինքը չգիտեր, որ թղթե վագրա Ռուսաստանը։ Բայց նոր իմացավ։ Բայց իմանալուց հետո ինքը իր շանսը բաց չի թողի։ Բայց դրանից հետո ինչ է անելու։ Այսինքն կանգնելու ես ասես դու թղթե վագրես, դու չես կարող հաղթես, չես կարող առաջ գաս, մի գործ որ պետք է մի շաբաթում անեիր, 4 տարում չես կարող անես։ Դա այս դու ինչ պետք է անես, ասես, հա ժողովուրդ ջան, զգուշ եղեք, Ռուսաստանը լուրջ միջուկային պետություն է, պետք է իր այդ հարգալից լինել։ Այդ փուլը անցել ենք, ժողովուրդ ջան։ Այդ ինչ որ կա Ռուսաստանի մեծարելու, այդ փուլը անցել ենք։ Հիմա իրավիճակը սա է։ Ու դրա համար շատ-շատերը երբ որ ասում են, դե դուք Ռուսաստանին չեք սիրում, այս կողմ են կողմ, կտրականապես մերժում եմ նման տրամաբանություն։ Ռուսաստանին դուք չեք սիրում, որ ցանկանում եք այդ պետությունը քանդվի։ Մեկը վախենում է, որ ձեն հանի, բայց ասում է ոչինչ թող քանդվի, մենակ ես խնդրեմ չունենամ։ Մեկը օգտվում է այս վիճակից պատերազմական, գրպաններն է լցնում այդ պատերազմով, ինչի պիտի ձեն հանի։ Անչի դուք չեք տեսնում ինչ է կատարվում։ Ռուսաստանի բարեկամը նա է, որ ասում է թող քանդվի, թե նա որ ասում է ընկեր, այս պատերազմը սխալ է։
դադարեցրու հետ քաշվի, մի քանդի քայքայի քո պետությունը, հարվածներ ես ուտում երկրի ներսում, սանկցիաներն արդեն արդյունք են տալի, ուկրաինական բանակը արդեն ստանում է այնպիսի տեխնիկա, որ արդեն օդում էլ է կարողանում իրավիճակը վերցնել իր ձեռքը։ Եթե դու անցել եք դրոնների պատերազմի, Ուկրաինան ավելի արդյունավետ է աշխատում, ավելի կետային հարվածները հասցնում ու վնաս տալի։ Քանդում է այդ տնտեսությունը, չի երևում դա։ Դուք եք Ռուսաստանի բարեկամը։ Ես որ ասում եմ պետք է պատերազմը դադարեցնես, Ուկրաինայի ռեպարացիան վճարես, ներողություն խնդրեց այդ պատերազմի համար, պատերազմի հանցագործներին դատես, բացես արևմուտքի առաջ Ռուսաստանի դռները, ասես եկեք, աշխատեք, ներդրում արեք, առաջավոր տեխնիկա, տեխնոլոգիա բերեք, հնարավորություն տաս, որ մարդիկ գան աշխատեն, ոչ թե 140 միլիոն մարդու մի քանի միլիոներ փախնի պատերազմի պատճառով այն մյուս կողմից երկիրը տաս Չինաստանին։ Եթե 2 միլիարդ մարդ է Ռուսաստանում ապրի, Ռուսաստանը չի կորցնի իր իշխանությունը տիտղոսային բնակչությամբ, որովհետև գալու են տարբեր տեղերից։ Իսկ եթե դու 140 միլիոն էլ չկաս, բայց դարպասը բացում ես Չինաստանի հետ, չինացիք գալու են լցվեն, իշխանությունը վերցնեն։ Չգիտեք։ Դուք եք բարեկամը։ Փոխանակ մտածեք նրա մասին։ Դեպի հյուսիս գնացող գետերը դեռ անցյալ դարից սկսած այդ պրոյեկտը կար։ Մի քանի անգամ փորձեցին, խորհրդային միությունն է փոխվեց։ Ցարական Ռուսաստանի ժամանակ էլ էին դրա ուղղությամբ մտածում, մենակ խորհրդային միությունը չէ։ Անգամ երբ որ Դմիտրի Մեդվեդևը նախագահ էր, գնացել էր Ղազախստան, ասում էր, պետք է այդ հարցը լուծենք, գետերը շրջենք դեպի հարավ։ Այո, հսկայական ծախսեր է, բայց արդարացված ծախսեր է։ Արեք, ոռոգելի դարձրեք այդ տարածքները։ Աշխատեք, էկո համակարգին վնաս չեք տա դրանից։ Գործ արեք, մարդկանց բերեք, այդ պետությունը զարգացրեք, որտեղ կարա 2 միլիարդ մարդ ապրի։ Դուք չեք կարող այդ պետությունը պահել, հնարավոր չի։ Հիմա մոլորակի բնակչությունը 8 միլիարդ անցել է, արդեն բոլորի աչքը ձեր հողերի վրա է։ Դուք դրթեցիք, որ կարելի է ուժի դիրքից հող վերցնել, բոլորը սսկված իրանց համար ապրում էին։ Ռուսաստանը, որ բոլորի աչքը Ռուսաստանի հողի վրա է, Ռուսաստանն ուզում է ուրիշից հող վերցնի։ Ոնց որ զորով գլխիկ ցած եկեք վերցրեք։ Դուք եք բարեկամը Ռուսաստանի։ Որ չեք նկատում, թե ինչ է կատարվում։ Ոչ Ռուսաստանի բարեկամն եք, ոչ Հայաստանի, ոչ էլ հայ-ռուսական բարեկամության։ Եթե դուք ուզում եք այդ պետությունը կործանվի։ Բայց փաստը ասում ենք, ժամանակ կար, որ դուք Եվրոպայի հետ աշխատում էիք։ Ժամանակ կար, որ հիմա լասուկոցը դրած Վլադիմիր Պուտինն ասում է ՆԱՏՕ-ի չթողեցիք ՆԱՏՕ մտնենք, բայց հատուկ ձևաչափ ունեին։ ՆԱՏՕ գումարած Ռուսաստան։ Չեք նկատել։ Առանձին կարգավիճակ ուներ ՆԱՏՕ-ի հետ նստել հարցեր լուծելու։ Մեծ յոթնակը դարձել են մեծ ութնյակ։ Միայն նրա համար, որ Ռուսաստանին ներգրավեն։ Էլ ինչ պետք է անեին դրա համար։ Կար մի ծրագիր, որտեղ Ռուսաստանը ներգրավված չէ։ Դրանից ավելի ինչ էիք ուզում, ասուց կրակ էիք ուզում։ Մի քանի հազար կիլոմետրանոց հող, 17.2 միլիոն քառակուսի կիլոմետր, ոսկե ստույգ թիվը կարող է չասեք։ Այն ինչ որ կլորացված ասում են 17.1 թե 17.2, այդ կլորացվածից ավելի շատ տարած չեք վերցրել Ռուսաստանը, բանը Ուկրաինայից։ Ղրիմն էլ ներառյալ։ Այդ կլորացրած թվից պակաս է, որ մոտավոր թիվ են ասում։ Դրա համար եք այդ երկիրը քանդում։ Ու մի բան էլ Հայաստանում, ինձ էլ ես չեմ կարծում, որ Ռուսաստանում այդքան պուտինամոլներն են, ինչքան Հայաստանում։ Որտեղ նրանք պատերազմի մեջ են, նրանք հասկանում են ինչա։ Մի օր ապրանքն է պակասում, մի օր հարված են ուտում, մի օր բենզինն է պակասում, մի օր աշխատավարձ չեն ստանում, գործարանն է փակում, նրանք դա տեսել են։ Այս տեղիններն են, որ հիացած են, ուժեղ տղա է, հայարք է։ Իսկ դա շատ ուղղակի կապված է նաև Հայաստանի հետ։ Առավել ևս, որ մեր երկրում այս ինչ որ կատարում է աշխարհում, մեր երկրում մենակ զգոնությունն են բթացնում մեր ժողովրդի, մեր իշխանությունները։
որ այդ աշխարհի լարվածությունը մեր հետ կապ չունի։ Արդեն Ռուսաստանը մտածում է տամագավկը որ տվեց, հերներն անիծելու է։ Տարբեր մոդիֆիկացիաները 2000-2500 մինչև 3000 կիլոմետր կարան հարված հասցնեն։ Գործնականում շարքից կհանեն Ռուսաստան տնտեսությունը։ Ռուսաստանը իսկի դրոն չի կարողանում խփի։ Մի հատ նորմալ աչքաչափ ունեցող տղա պարսատիկով դրոնին կխփի։ Այսինքն գլխից գալիս է գնում քիմիական գործարանի խփում։ Էներգետիկ համակարգերին հարվածում։ Մարդիկ նայած նկարում են, այսինքն հանգիստ նկարում են, թե ոնց պետք է խփի։ Այդ չի ձեր պաշտպանության համակարգը։ Այդ ձևով եք ուզում աշխարհին տիրանա։ Լավ մի բան է ստեղել ոգևորված, ասում են իհարկե դեռ Ռուսաստանի հետ լինենք։ Իսկ հիմա նայենք մենակ Ռուսաստանը ոչի։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նախազգուշացրել է. ամբողջ աշխարհում լիակատար քաոս եւ կոլապս է։ Ամեն ինչ ավելի բարդ կլինի աշխարհում եւ որոշ հարցերում նաեւ մեզ մոտ, պարզապես որովհետեւ մարդիկ պետք է հասկանան, բոլորը պատրաստվում են պատերազմի, իսկ երբ պատրաստվում են պատերազմի, նշանակում է այն լինելու է։ Եվ երբ արդեն գիտենք, որ պատերազմը լինելու է, ես ձեզ ասում եմ, որ ես դա տեսնում եմ ինչպես է ամեն ինչ ընթանում եւ ինչպես է բոլորը պատրաստվում։ Ոչ ոք չի պատրաստվում բանակցությունների, միայն նայում են, ով ում կողմն է լինելու, փորում են իրենց խրամատները եւ սպասում մեկնարկին, եւ բոլորը գիտեն, որ պատերազմը մոտենում է եւ պարզապես պատրաստվում են, ասել է Վուչիչը։ Հիմա հարց է ցակում, Սերբիայի նախագահը նման բան է ասում։ Աշխարհը բոլորը պատրաստվում են։ Դուք նորմալ եք համարում, որ հայ հասարակությանն ասեն, դե լավ, դե հասկացանք էլի ամեն օր կարելի է այնպես տագնապալի բաներից խոսել, բա մի հատ երաժշտություն չկա, մի ուրախ բան չկա, ասեիք։ Հա? Բայց ես աշխարհից ահազանգում են։ Մարդը վառոդի հոտը զգում է Սերբիայում։ Չեք ուզում իմանալ ինչ է կատարվում։ Ռուսաստանն ասում է, որ բավոր տամահավկով խփեցին, այնպես են փլուզելու իր տնտեսությունը, որ ռուս-ամերիկյան հարաբերություններն էլ է փլուզվելու։ Իսկ Սերբիան պատահական երկիր չի։ 99 թվականի մարտի 24-ից մինչև հունիսի 10-ը 75 օր ՆԱՏՕ-ն ռմբակոծում էր։ Այն ժամանակ Հարասլավիայի մայրաքաղաքն էր Բելգրադը, հիմա Սերբիայի մայրաքաղաքն է։ Ռմբակոծում էր, որովհետև գտնում էր, որ պատերազմը շարունակում է, փորձում են էթնիկ զտում անեն Կոսովոյում։ Այն ժամանակ նույնիսկ ՄԱԿ-ի համաձայնությունը չկար։ ՆԱՏՕ-ն չուներ որևէ համաձայնություն։ Իհարկե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանն ասեց, հա լավ արին խփեցին, բայց դա ընդհանրապես իր կարծիքն էր։ Բանաձև չէր, որոշում չէր։ Դա աննախադեպ էր նաև այդ հարցում, որովհետև ՆԱՏՕ-ն ուղղակի որոշումը կայացրեցին եւ ռմբակոծեցին Սերբիան, որպեսզի նա հետ քաշվի, որ Կոսովոյին բնաջնջում չանի։ Իսկ դա այն ամեն ինչը տեսել են։ Եվրոպայի սրտում տեսել են 75 օր ռմբակոծություն։ Այդ երկրի նախագահն է ասում, ժողովուրդ ջան, որ ուշադրություն դարձրեք ինչ է կատարվում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. ՄԱԿ-ի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման snapback մեխանիզմի ակտիվացման պատճառով Կահիրեի համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել Թեհրանի եւ միջազգային ատոմային էներգիայի գործակալության ՄԱԳԱՏԵ-ի միջև, այլևս չի գործում։ Արաղչին նշել է, որ Իրանը հետևողականորեն ձգտել է արդար եւ հավասարակշռված դիվանագիտական լուծումների, սակայն արևմտյան երկրները մերժել են այդ ջանքերը, չափազանցված եւ անհիմն պահանջների պատճառով։ Իհարկե Իրանի հույսը նա էր, որ եվրոպական եռյակը Իրան այդ հարցում կօգնի, որ գոնե միջնորդ կհանդիսանա Միացյալ Նահանգների հետ հարցում, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, բայց նրանք շատ կոշտ ձևով կանգնած էին Մեծ Բրիտանիայի շահերի սպասարկման դաշտում, այնպես որ որևէ ցանկություն չունեին առանձին բանակցություն վարելով դեմ գնալ Միացյալ Նահանգների շահերին, այդ իսկ պատճառով ՄԱԿ-ում էլ դիմեցին, ամեն ինչ արեցին, պատժամիջոցները անցկացրեցին, բայց ինչ է ասում Իրանը։
Իրանը արդեն ասում է ՄԱԳԱՏԵ-ի հետ բերեք դադարեցնենք այդ պայմանավորվածությունը, որ ունեինք, դա նշանակում է մենք կարող է Ուրանը հարստացնենք, ստի ՄԱԳԱՏԵ-ի հետ հաշվի էլ չառնենք պայմանավորվածությունը, չկա այդ պայմանավորվածությունը։ Եթե մեր դեմ սանկցիա է կիրառում, էլ ինչ պայմանավորվածություն։ Բայց սանկցիա են կիրառում, Իրանը կողում են լուրջ խնդիրների տակ, այդ այն Իրանն է, որը մեր հարևանն է, որի հետ մենք խնդրեմ չունենք։ Այդ այն Իրանն է, որի հարևանությամբ ուզում ենք ճանապարհ անցկացնենք, որը Իրանը չի էլ ցանկանում որ անցնի։ Հա ասում է ոնց որ թե հասկացա, փարատվեց իմ կասկածները, որ դա կարող է ինձ մեկուսացնի կամ էս կամ այն կողմ, բայց մենք լավ ենք հասկանում, որ ինքը չի ցանկանա, որ այդ ճանապարհը անցնի Սյունիքով։ Ուժը կպատի թե չէ դա ուրիշ հարց է, բայց որ կփորձի խոչընդոտել դա միանշանակ։ Եվ այդ պարագայում մենք չենք կարող միաժամանակ հրաշալի հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների եւ Իրանի հետ, որովհետեւ իրավիճակը այսպիսին է։ Դա համա մենք եթե փորձում ենք ասել բոլորի հետ ուզում ենք լավ լինենք, դա գուցե լավ է հնչում, բայց երբ ուղակի դա լինում է միջոցառման ժամանակ կենաց խմելու, որ հերթով բոլորի կենացը հերթով խմելով գալիս է։ Դա դիվանագիտություն չի ու արտաքին քաղաքականություն չի։ Սա էլ Իրանը, որ տեսնում ենք, այն Եվրոպայից Սերբիայի նախագահի ասածը, այն Ռուսաստանից ասածը Պուտինի։ Իսկ հիմա Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է. Իսրայելի պաշտպանության բանակը գտնվում է Գազա քաղաքի կենտրոնում եւ պատրաստ է ցանկացած զարգացման։ Մենք կարող ենք շուտով լսել մեր բոլոր առևանգվածների, թե կենթանի, թե մահացածների տուն վերադառնալու մասին։ Համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի նախաձեռնության, որը կզինաթափի Համասին, կացնի Գազայի հատվածը եւ կթողնի Իսրայելի պաշտպանության բանակը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում, բնակեցված տարածքները պաշտպանելու եւ ցանկացած սպառնալիքի դեմ գործելու համար։ Եթե Համասը հրաժարվի ազատ արձակել առևանգվածներին, Իսրայելի պաշտպանության բանակը կրկին կմեծացնի իր կրակի ուժը, մինչև Համասը լիովին պարտվի եւ բոլոր առևանգվածները ազատ արձակվեն, ասել է Իսրայել Կացը Յոմ Կիպուրի պատերազմում զոհվածների հիշատակի արարողության ժամանակ։ Իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությանը կանդրադառնանք, չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասում է, որ Իսրայելը ցանկություն չունի վերահսկողություն հաստատել Գազայի վրա, բայց հասկացանք, որ չունի, բայց չասեցինք, որ Ամերիկան է չունի։ Ամերիկան ասել էր Գազան դատարկեք, մենք այդտեղ տուրիստական գոտի ենք սարքելու կուրորտային։ Հիմա մենք չգիտենք Ամերիկան դա, իսկ Իսրայելն էլ վերահսկողություն սահմանելու նպատակ չուներ, մաքրում էր տար Ամերիկային։ Ասեք ոչ թե Իսրայելը ցանկություն ունի, թե չէ, ասեք Ամերիկան այդ մտքից հրաժարվել է, թե չէ։ Իսկ ինչ վերաբերում է Յոմ Կիպուրի պատերազմում զոհվածների հիշատակի արարողության ժամանակ, երբ որ այս հայտարարությունն արել է, ուղղակի մի հատ պատմական էքսկուրս կատարենք, որովհետև դա այս իրավիճակի հետ առնչություն ունի։ Մանավանդ տեսնում ենք, թե նավթային պատերազմի հետ կապված մեկից դադարացնեն, մյուսից ստանան, երբանից է գալիս այդ ամեն ինչը։ Յոմ Կիպուրի պատերազմը տեղի ունեցավ, երբ որ Եգիպտոսը եւ Սիրիան հարձակվեցին Իսրայելի վրա։ Իհարկե մի շարք արաբական պետություններ, այդ թվում Եգիպտոսը եւ Սիրիան 6-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ նախապատրաստվել էին հարձակման, Իսրայելի հետախուզությունը հասկացավ ինչա կատարվելու, նախահարձակ եղավ, թիկունքին էլ խորհրդային միություններ կանգնած եւ բավական լուրջ տարածքային կորուստներ ունեցան արաբները 1967 թվականին։ Դրանից հետո փորձեցին իրավիճակը շտկել եւ Եգիպտոսը եւ Սիրիան հանկարծակի բերելով Իսրայելին, չնայած Իսրայելի հետախուզությունը որոշակի ինֆորմացիա ուներ, որ կարող է հարձակվեն, բայց վախեցան այս անգամ էլ նախահարձակ լինեն, որ ասին էլ ամբողջ աշխարհով ասելու են, այս հրյաները հարձակվեցին այս խեղճ արաբների վրա։ Նրանք մի քիչ պրովոկացիոն քայլեր արեցին, հարձակվում ենք, չենք հարձակվում, որ միջից զգոնությունը բթացնեն եւ կրոնական ամենակարևոր տոնի համար, հրյաների համար Այեղ դատաստանի տոնի Յոմ Կիպուրի այդ արարողության ժամանակ իրանք հարձակվեցին Իսրայելի վրա։ Դա հոկտեմբերի 6-ն էր 1973 թվական։ Պատերազմը ձգվեց մինչև հոկտեմբերի 23։ Սա այն պատերազմն է, որի դեպքում, երբ որ շատ լուրջ խնդիրներ ունեցավ Իսրայելը, բավական կորուստներ տվեց, մինչև 3000 հոգի, ստույգ թիվը չեն էլ ասում,
մոտավորապես են ասում, դա իրանց համար դա շատ մեծ թիվ էր, այդ ժամանակ միջամտեց Միացյալ Նահանգները, օգնեց Իսրայելին, ով Իսրայելը անցավ հակահարձակման, բայց այդ ժամանակ Խորհրդային Միության նախագահ ղեկավարը զանգեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին, ասեց, եթե չդադարեցնես առաջ խաղացումը Իսրայելի, սկսում են երրորդ համաշխարհային պատերազմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ վախեցավ եւ հետ քաշվեց։ Եվ Իսրայելը, որ արդեն հակահարձակման էր անցել, մոտ 25 կիլոմետր էր մնում մի գծի վրա, 30 կիլոմետր են դեպի որ հասներ Դամասկոս, Իսրայելի, Սիրիայի մայրաքաղաք, մի 100 կիլոմետր էլ մնում էր, որ մտներ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե։ Ու տենց դադարեցրեցին, արդյունքում այսպես ասած կարելի ասել ոչ ոքի, բայց զոհեր ավերածություններ դրա ոչ ոքին որն է։ Բայց նաև մի բան տեղի ունեցավ, որ 17-ին հոկտեմբերի արաբական երկրները որոշեցին, որ էմբարգո մտցնեն նավթային այն պետությունների նկատմամբ, որոնք աջակցում են Իսրայելին։ Եվ այդ էմբարգոն մտցնելու պարագայում դա վերաբերում է թե Միացյալ Նահանգներին, թե Ճապոնիային, թե Բրիտանիային, թե Նիդերլանդներին, տեց որոշում կա, չնայած բոլորի վրա տարածվեց, մենակ կոնկրետ երկրներին չէր վերաբերվում։ Լուրջ խնդիրներ առաջացավ բոլորի համար։ Չնայած մի 6 ամիս հետո իրանք այդ էմբարգոն հանեցին, բայց շատ ծանր հարված էր դա Եվրոպային, որ հասկանան, որ տեսեք ինչքան կախվածություն կա արաբական երկրներից, որոնք նավթ ունեն, եւ պետքա այդ անարդարությունը ինչ որ ձևով հաղթահարել։ Այսինքն ինչ էր պետք դրա համար անել։ Այդ միասնականությունը արաբական OPEC-ի պետք է ջախջախվեր, ցանկացած տարբերակով, որպեսզի կախվածություն չունենային։ Առաջինը դա այդ ժամանակ որոշում կայացրեցին, որ խորհրդային միությունից արդյունահանումն ավելացնեն, որպեսզի կախվածությունը արաբական երկրներից պակասացնեն։ Այդ ժամանակ խորհրդային միությունը մինչև այսօր այդ դրա հիման վրա, որ խորհրդային միությունը հետագայում Ռուսաստանը ավելի հուսալի գործընկեր է, շարունակեցին հետը աշխատել, մինչև Վլադիմիր Պուտինը օդից ընկած այդ նվերը դրեց քանդեց։ Եվրոպան կամաց սկսեց ուրիշներից ստանալ։ Բայց ինքը չմտածեց, էլի, այդ ոնց եղավ, որ խորհրդային միությունը այդպիսի մեծ հնարավորություն ստացավ, որովհետև արաբները փորձեցին, համ իրանք հարձակվեցին Իսրայելի վրա, համ իրանք էմբարգո մտցրեցին նրանց դեմ, ովքեր օգնում էին Իսրայելին։ Պուտինը չհասկացավ այդ նվերը որտեղից ստացավ եւ ինչ առիթով։ Բա թողել եմ ասում, բաժանորդագրվի Էդվարդ Անտոնյան յութուբյան ալիքին իմանար, որ չմտներ Ուկրաինա, իմանար Եվրոպան ծնկի չի գալու, ուրիշ տարբերակներ է մտածելու։ Իսկ արաբների հետ կապված ինչ արեցին, այդ միասնությունը կոտրեցին։ Առաջին միասնություն կոտրել, ասին այդ չէր քո խորհրդային միությունը, ինչով քեզ օգնեց Եգիպտոսին։ Եգիպտոսի խելքը կերան, մի շատ դրական վարվեցին, ես չեմ ասում վատի մաստով խելքը կերան։ Ասին քո տարածքը ուզում ես վերականգնես, արի Իսրայելի հետ հարաբերությունը վերականգնենք։ Եվ դա էր պատճառը, որ 1978 թվականին Ջիմի Կարտերի հովանու ներքո գնացին ստորագրեցին Քեմփ Դեվիդյան համաձայնագրերը։ Եվ Եգիպտոսը շատ գոհ մնաց այդ համագործակցությունից։ Մեկի հետ տենց վարվեցին, Հորդանանի հետ 94 թվականին կնքեցին, նորից Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանու ներքո։ Մյուս արաբական երկրներից սկսեցին շատ սերտ համագործակցել։ Մի մասին ճնշեցին, միտեղ զորք մտցրեցին, միտեղ վերահսկողություն սահմանեցին եւ այդ միասնականությունը կոտրեցին։ Իսկ դրա մեղավորը նրանք էին, որ փորձեցին նավթային շանտաժ անել, այն դեպքում, երբ որ կարելի էր հարցը ուրիշ ձևով լուծել։ Այդ նույն Եգիպտոսը, որ ուզում էր պատերազմով իր հողը հետ ստանել, առանց պատերազմի հետ ստացավ։ Իսրայելը հաճույքով հրաժարվեց Սինայի թերակղզու վրայի վերահսկողությունից։ Այսինքն, երբ որ մի բան այսօր կատարվում է, մենք այսօր նայում ենք, մենք հետ ենք գնում, նայենք որտեղից եկավ, որ այսպես դասավորվեց իրավիճակը, որտեղից եկավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները ոչ մի պարագայում թույլ չեն տա արաբական երկրների միասնական ծրագրեր, որովհետև հենց իրանք միավորվում են, ուզում են նավթով միասնական քաղաքականություն վարել, ասում են չեղավ։ Մի անգամ մենք դա տեսել ենք։ Ու նույն բանը ինչքան էլ անցնի, ես 73 թվականի իրադարձությունն եմ ասում, մինչև 2022 թվականը Եվրոպան ինչքան էր կախված Ռուսաստանից։ Ռուսաստանը հեգնում էր, ասում էր՝ «Սառեք խելքներդ գլուխներդ կգա»։ Հիմա խնդրում եք,
որ առնեն ձեզանից։ Իսկ չեք էլ կարող արդյունահանեք, խփում են ձեր գործարաններին, ուկրաինացիները։ Այս է հարցը։ Հիմա երբ որ իրանք արդեն այլընտրանքը կգտնեն, Ռուսաստանը ինչքան ուզում է խնդրի, այլևս իրանց դա հետաքրքիր չի, որտեղ իրանք հասկացան, որ դու անհուսալի գործընկեր ես։ Այս ամեն ինչը պետք է իմանալ, որպեսզի իմանալ հաջորդ քայլը ինչ է ալնելու։ Չեն ներելու Ռուսաստանին։ Ոնց որ ոչ մի պարագայում թույլ չեն տա, որ արաբական երկրները միասնական քաղաքականություն վարեն։ Ու պատահական չէր։ Սադամ Հուսեյնը, որ մտավ Քուվեյթ, երկուսն էլ արաբական պետություն էին։ Բայց ՄԱԿ-ի հովանու ներքո Ամերիկան եկավ, չէ՞ Քուվեյթը ազատեց։ Արաբական պետությունների լիգան չարեց, ոչ էլ իսլամական համագործակցության պետությունները։ Այլ արեց Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Դրա համար Քուվեյթը, որ առավոտ արթնանում են, մի հատ ձախ են նայում, մի հատ աշտենում են մարդ չկա, ասում են Աստված պահի Ամերիկան, հետո նոր սկսում են իրանց Ալլահին դիմել։ Ալլահը իրանց փրկեց, երբ որ Սադամը մտել էր։ Էս է իրավիճակը, ժողովուրդ ջան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. Բանակցություններից հետո Իսրայելը համաձայնվել է զորքերի դուրս բերմանը, հենց որ Համասը հաստատի սա, անմիջապես ուժի մեջ կմտնի հրադադարը, կսկսի պատանդների եւ գերիների փոխանակում եւ մենք կստեղծենք պայմաններ նահանջի հաջորդ փուլի համար, որը մեզ կմոտեցնի այս 3000-ամյա աղետի ավարտին։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար եւ մնացեք կապի մեջ, նշել է ԱՄՆ նախագահը։ Պատասխանելով CNN-ի հաղորդավարի հարցին, թե ինչ է սպասվում Համասի արմատական կազմակերպության, Համաս արմատական կազմակերպություն, եթե այն որոշի պահպանել իշխանությունը Պաղեստինյան անկլավում Գազայում, լիակատար ոչնչացում, պատասխանել է Դոնալդ Թրամփը։ Սա նաև մեզ իհարկե հետաքրքրում է։ Այն, որ Իսրայելը շատ լուրջ խնդիրներ է ունենում աշխարհի հետ, մենք դա գիտենք։ Այն, որ Դոնալդ Թրամփի աջակցությունը Իսրայելին չափից ավելին է, դա էլ գիտենք, որը նաև խնդիրներ է ունենում իր համար, բայց Իսրայելը մտածում է, այն ինչ որ կարող եմ Թրամփի օրոք պոկեմ, վաղը մյուս օրը ինչ ուզում ալի, մեր հարցերը կկարգավորենք։ Բայց եւ միևնույն ժամանակ մենք պետք է մտածենք, Իսրայելը համագործակցում է Ադրբեջանի հետ։ Դա չի վերացել, հարաբերությունները չեն փչացել։ Մեր հետ Իսրայելի հետ հարաբերություններ չեն վերականգնվել։ Նույնիսկ այն ժեստերը, որ Իսրայելն անում է, մեր իշխանությունների կողմից մերժվում է։ Ցեղասպանություն ճանաչելու հայտարարությունը Բենյամին Նեթանյահուի, եթե անգամ ասենք զուտ իր կողմից էր, ոչ թե որոշում, կապ չունի։ Ասվել է, պատասխանը եղավ, որ դա իրանց համար են անում, մենք կապ չունենք։ Մեր տոն են շնորհավորում։ Էլի մենք առանձնապես թե ոչի չադե, մի ուզում եք շնորհավորում եք, պետք է մի բան։ Այդ հարցը դա չի, հարցը նա չի Իսրայելի հետ այսօր հարաբերությունը կարգավորել։ Հարցը նա է, որ Իսրայելի թիկունքին կանգնած է Ամերիկան։ Հարցը նա է, որ պետք է կողմնորոշվենք, այս մեր տարածաշրջանում Ամերիկան ինչ է անում։ Եվ արդյոք մենք իր գործընկերն ենք, երբ որ մենք Ռուսաստանի գործընկերն ենք։ Ամերիկանունի շահ հասկացանք, բայց այդ շահերը չի համընկնում, որովհետև մենք համատեղ շահեր չունենք հետը։ Նա ընդհանրապես ասում է, այդ տարածքը ինձ պետք է գան վերցնեմ, քանի որ ձեր մոտով անցնում ձեզանից վերցնեմ։ Դա չդառա, որ մենք գործընկեր ենք դառը։ Այդ է մտահոգիչը։ Իսկ հիմա նայենք Հայաստանում ինչ է կատարվում։ Աշխարհում ասեցինք մեր տարածաշրջանում ինչ է կատարվում։ Նոր աշխարհակարգի հետ կապված Ուկրաինայում ինչ է կատարվում։ Հայաստանում ինչ է կատարվում։ Ադեկվատ են արդյոք մեր իշխանության վերաբերմունքը այս ամեն ինչին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. պետական ապարատի աշխատավարձը վերանայելու նախագիծը մեր սեղանին է, սակայն վախենում ենք հասարակության արձագանքից։ Ինչի պիտի լավ կադրը գա կառավարությունում աշխատի։ Դուք ինչի պիտի գաք 200,000 դրամով աշխատեք։ Դե եկեք, բայց ոչ մեկը չեք գա։ Պետական ապարատի աշխատավարձը վերանայելու որոշումը մենք մեր մեջ կայացրել ենք, բայց չենք բարձրաձայնում, որովհետև վախենում ենք, առիթ ենք տալու, որ Հայաստանի ակտիվ հանրության 97%-ը իրենց իմացած բոլոր հայհոյանքներն ուղղեն կառավարությանը։ Վախենում ենք, ասել է Փաշինյանը։ Նախ ինչ վերաբերում է պետական ապարատի աշխատավարձի բարձրացմանը, այդտեղ վախենալու բան չկա։
պետությունը եթե ինքը արդյունավետ եւ արդար կառավարիչ է, պետական ապարատի աշխատողների աշխատավարձը այո պետք է բարձրացվի։ Բայց այդ պետական ապարատի աշխատողը պետք է լինի քաղաքականապես չեզոք, պրոֆեսիոնալ, հանրային ծառայության մասին օրենքը հենց նրա համար էր, որ ադմինիստրացիան կփոխվի, նախարարը քաղաքական պաշտոն է կփոխվի, խորհրդականները, փոխնախարարները հայեցողական պաշտոններ են կփոխվեն, բայց ապարատը աշխատակազմը կմնա։ Եվ այդ պրոֆեսիոնալ մարդիկ իրենց գիտելիքով քայլ առ քայլ կբարձրանան եւ այդ փորձով կօգնեն հաջորդ ադմինիստրացիային։ Ընդհանրապես չմասնակցելով քաղաքականությանը եւ պետք էլ չի որ մասնակցեն եւ իրանք ապահովված են իրանց աշխատանքով քաղաքականապես չեզոք են, պրոֆեսիոնալ են, ամեն օր իրանց որակավորումը բարձրացնում են եւ ստանում են լուրջ ինֆորմացիա, այդ ինֆորմացիան մշակում են եւ դա իրոք անգնահատելի շատ մեծ կապիտալ է, որ պետության մեջ կարող է լինել այդպիսի պրոֆեսիոնալների։ Բայց մենք ինչ ենք անում։ Առավոտից իրիկու դուք մտեք համացանց եւ տեսեք քանի պաշտոնյա է առավոտից իրիկու լայքում եւ մեկնաբանություններ գրում Նիկոլ Փաշինյանի նյութերի։ Դուք դրա համար եք ուզում աշխատավարձ տաք։ Այդ են քաղաքականապես չեզոքները։ Նիկոլ Փաշինյանը դա չի նկատում։ Չի նկատում, որ անգամ ընտրովի մարդուն դու գործից հանում ես, ասում ես, որովհետև ինձանից են պահանջում, դու ընտրված մարդ ես, անգամից ուղիղ ենթակա չես, բայց քեզ գործից հանում եմ SMS-ով։ Այդ ձևի եք ուզում, որ պետական ապարատը մտքի թռիչք ունենա, հանգիստ իր տեղը աշխատի, ու մտածի, որ ամեն հաջորդ է գա, այդ փորձառություն ունեցող մարդիկ իրանց փորձով օգնեն նոր քաղաքական ղեկավարությանը իդեպ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է ու հեչ պարտադիր չի որ նախարարի պաշտոնը լինի զուտ պրոֆեսիոնալ անգամ կարող է ինքը այդ ոլորտի մասնագետ չլինի որովհետև ինքը տվյալ քաղաքականությունը մշակող եւ իրականացնողն է իրանց ճյուղի մասով բացարձակ կարևոր չէ դա քաղաքական պոստ է շատ լավ կլինի որ մասնագետ լինի իհարկե բայց պարտադիր չի դա մասնագիտական գործը պետք է անի աշխատակազմը չպետք է ներքաշել այդ մարդկանց քաղաքականության մեջ լամտեք մի հատ տեսեք ինչ է կատարում կոլեկտիվներում այդ ձեզ չեն ասում բայց ինձ ասում են չէ հոմենակից չեն ասում մրցում է գնում ասում են այն մեկն ասում է անդերություն ա մեր մոտ լավ է դու մեր մոտ չես տեսե որ մեր մոտ է անդերությունը տեսնես ձերի մասին ձերը փառքա այն մեկն ասում է դե լավ էլի ժողովուրդ ջանումի եկել եք նես բան եք ասում երևում է դուք անտեղյակ մարդիկ եք անենց անդերություն ոնց որ մեր հիմնարկումը ոչ միտեղ չկա չգիտեք այդ նույն բաները չեք լսում բայց ոնց է ես լսում եմ դուք չեք լսում այսինքն ինձ վստահում են ասում են ձեզ չեն ասում բա դա ինչի՞ց է գալիս որտեղ վախեցած են կբռնեք գործից կհանեք որտեղ դուք պրոֆեսիոնալ մարդու կարիքը չունեք իհարկե պետք է բարձրացնել աշխատավարձը բայց չպետք է բարձրացնել աշխատավարձը մենակ նրա համար որ մնացած գումարները դուք հոշոտեք պրոֆեսիոնալների աշխատանքը պետք է գնահատել հասարակությունն էլ կգնահատի դա հասարակությունը ձեզանից չի նեղանում որ հանրային ծառայողի աշխատավարձը բարձրացնես եւ պատասխանատու մարդկանց հնարավորություն տաս նորմալ ապրելու եւ նորմալ աշխատելու եւ բարիք ստեղծելու ժողովրդի համար նրանց նեղանալը ուրիշից է որ ձեր գերտ հանգարժեք մեքենաները այդքան արդարացված է որ անում եք այդ ծախսերը որ անում եք գաղտնի եք պահում ժողովրդի ինտրիալներ բա մարդիկ չեն հասկանում ինչ եք անում այդքան պետական պարտք ավելացնում եք հիմնավորված է թե ինչ եք անում այդքան հարկային մուտքերն ավելանում է գլուխներդ գովում եք մարդիկ ուզում են իմանան ինչի հաշվին է հարկային վարչահարության հազարով մի բաներ վերանայեք մարդկանց ուղղակի քերեք այն դեպքում երբ որ ապրանքների գները թանկանում է մարդկանց կենսամակարդակը վատանում է դուք տարին տարու վրա չեք կարողանում կենսաթոշակ բարձրացնել դա նշանակում է տարին տարու վրա մարդը ինքը ավելի վատ է ապրում իսկ դրանք 100,000-ավոր մարդիկ են դուք ասում եք դե որտեղից է թող գնա աշխատի եթե թոշակը իրան չի երիքում Մտամ ջահելների համար տեղ շատ կա, մնացել է թոշակառուներն աշխատեն։ Մեկ էլ հետ վերադարձ են գանում բանի աշխատավարձի բանի գնումներից, դա էլ համարվում է ավելացում։ Այսինքն եթե մարդը խանութից առևտուր չի անում, դա ավելացված է,
ուրիշ նպատակով ծախսում, դուք չունեք այդ գումարը, որովհետև հազիվ մնացածը հոշոտեք եւ մարդկանց ցույց տա, որ տեսեք փողոց ենք ասֆալտե, որովհետև բա տեսնում եք գործ ենք անում։ Մինեցել մուննաթ եք գալիս, որ գիտեք ինչ, բա կարելակարծել ձեր գրպանից եք անում։ Այդ մարդկանց հարկատուների փողից եք անում։ Դուք պետք է հաշվետվություն տաք, ոչ թե մուննաթ գաք։ Եվ այդ արածը ծառայացնեք նախընտրական քարոզչությանը։ Տեսեք մենք ինչ ենք արել, տեսեք մենք ինչ ենք։ Բա պետք է անեիք, բա ինչ պետք է անեիք։ Բա պետք է անեիք, որ այդ փողի մի մասն էլ ուտեիք։ Ձեզ պետք է պահանջեն, որ անորակ չանեք, անարդյունավետ ծախս չանեք, արդար ծախսեր անեք։ Ոչ թե դուք պետք է մուննաթ գաք ու գլուխներդ գովաք, թե մենք արել ենք, ուրիշը չի արել։ Բայց այդքան բյուջեի հավաքված փողերը, բա ինչ էիք ուզում անեիք։ Լրիվ էիք ուզում ուտեիք։ Այդ դրամալ մարդիկ նորմալ չեն ընդունում։ Այդ դրամալ վախենում եք բարձրացնեք պրոֆեսիոնալինը։ Բայց չէիք վախենում տասնապատկել առաջի դեմքերինը։ Կարող ասեք դե առաջի դեմքերը քիչ են, գործը հեշտ է։ Բայց արդարացված էր այդքան տարբերություն ապարատի աշխատողների այնը բարձր պաշտոնյա եւ մեկ էլ համեմատած նախարարների կամ առաջի դեմքերի։ Արդարացված էր դա։ Բայց ժամանակ դուք չմտածեցիք նրա մասին, որ այդ գործը, այդ չարքաշ աշխատանքը իրանք են անում։ Այդ ժամանակ հայհոյելու չէիք վախենում։ Որտե ձերոնք էին, ձեզ պետք էր իշխանական բուրգը պահելու համար։ Դուք այսօր ուզում եք մարդուն բարձր աշխատավարձ տակ, որ դարձնեք ձեր գերին, ոչ թե գա ինքը աշխատի տան պրոբլեմները լուծի եւ պրոբլեմ չունենա։ Դուք ուզում եք, որ նա ալնի գերին, որ մտածի, որ այդ աշխատանքից որ զրկվի, սոված կմնա։ Այն դեպքում, երբ որ այդ մարդը պետք է իմանար, որ իր աշխատանքը երաշխավորված է, ինքը բանի ծառայողը, հանրային ծառայողը 20, 30, 40 տարի կարող է աշխատի։ Եվ միշտ գլուխը կախ մտածի իր որակավորման բարձրացման համար։ Բայց դուք, ով դուրներդ չգալի, հանում եք։ Կամ այդ մարդիկ սստված ստիպված են չեն հանում։ Այդ դրա համար դուք այսօր հայհոյանքի տակ եք ընկնում։ Եթե դուք գիտեք, որ մի բան ճիշտ եք անում, չեք վախենում անել։ Բայց չեք վախենում, ասեք, Մասիսարը հանում ենք կնիքից։ Չեք վախենում ասել Արցախից հրաժարվում ենք։ Դա է ճիշտ։ Չեք վախենում ասել Հայաստանն ագրեսոր է։ Հայաստանն է 92 թվականին հարձակվել Ադրբեջանի վրա։ 91 թվականին Ալմատիի փաստաթղթից հետո դուք ո՞նց եք զորք մտցրել Ադրբեջանի տարածք։ Մի հատ էլ մեղադրում է նախկիններին։ Ու ցավանա չի, որ նախկին նախագահներին է մեղադրում, նրանց հասնում է։ Բայց նաև հարց է առաջանում։ Այդ օկուպանտում է իր համարում, որ ասում էր մտել եք Արցախ, որպեսի այնտեղ սուտի հայրենասերներ գնացել եք Ստալինյան, Խրուշչովյան հայրենասիրությամբ կռվում եք, որ Հայաստանը հանձնեք։ Բոլորն էր չէ վերաբերվում 92 թվականի պատերազմի։ Վազգեն Սարգսյանի մասին միանշանակ կարծիք չկա։ Մի մասը նրան հերոս է համարում, մի մասը համարում է, որ նա վերցրեց, ճնշեց եւ ասեց 100% զայն հավաքեք, մեկա չենք հանձնի, բայց հարցը դա չի, թե իր մասին ինչ վերաբերմունք կա։ Հարցը նա է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սարգսյանին օկուպանտ է համարում։ Սուտի հայրենասեր է համարում, որ ուզում էր նպատակներ մտնի Արցախ, որպեսզի Հայաստանը կորցնի։ Բա Վազգեն Սարգսյանի բարեկամները ո՞նց են ծառայում Նիկոլ Փաշինյանին։ Որպես իրանց բիզնեսները պահեն։ Հա? Բայց դուք ինչով եք տարբերվում այն падգամավորից, որը կանգնեց ասեց Նիկոլ Փաշինյանը իմ տղային սպանել է։ Հիմա այսօր քաշագալի Նիկոլ Փաշինյանի դեմը, որ հետը շփվի։ Ինչով եք նրանց տարբերվում։ Դուք նրան նայեք, որ հասկանաք, հասարակությունը ձեզ նույնպես տենց է վերաբերվում։ Եվ մեկ էլ Նիկոլ Փաշինյանն ասում է, ես գնացել եմ Բերդ խոշորացված համայնքի Չորաթան գյուղ եւ տեսել եմ, որ մարդիկ Մասիսար են նկարում։ Ես ուզում էի հարցնել երեխաներին, բայց չհարցրեցի, նկարները ֆոտո արած վերադարձա Երևան, հրավիրեցի մտավորականներին ու հարցրի, ինչու երեխաներն իրենց միջավայրը չեն նկարում, այլ նկարում են պատուհանից տեսնում են հոյակապ բաներ, բայց դա չեն նկարում։ Մենք մեր երեխաներին կտրում ենք իրական միջավայրից եւ դնում մի ուրիշ հարթության վրա։ Դնում ենք իդեալի հետևից մրցավազքի մեջ, մինչդեռ իրենց միջավայրն է իդեալ։ Հարց է ծագում։ Իհարկե երեխան
պետք է ինչ տեսնի այն նկարի, որովհետև ինքը չի կարող մտքի թռիչք ունենա, եթե քո երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Նա նենց է իջացնում պետության մակարդակը, ինչ թռչել։ Սողացողը մի քիչ ճարպիկ սողա կուզենա հախից գա։ Թռչել։ Այն էլ մտքի թռիչք, այն ինչ եք խոսում։ Ասում ինչ տենաս, այդ պետք է նկարես։ Հաստատ։ Այսինքն մեկը մեկին ինչ ենք հակադրում։ Երեխան չի կարա նկարի մի բան, որը չի տեսել իր պատուհանից։ Սա ինչի համար է։ Որովհետև դու արդեն որոշել ես, որ պետք է մասից չնկարեն։ Այդ դեմագոգիան դրա համար է։ Այո, պետք է դպրոցից սկսենք, որ մասից չնկարեն։ Էս ինչ եք անում։ Իբր թե հայրենասիրություն ա քարոզում։ Ձեր սարը, ձեր լեռը նկարեք։ Իսկ ինչի ենք մենք այդ սարն ու լեռը հակադրում իրար։ Այդ թողեն էլ նկարեն, են էլ նկարեն։ Ինչ ա խանգարում որ։ Չէ, Էրդողանի հանձնարարությունը պետք է իջացվի դպրոցներին։ Սուտի մի երկու մտավորականի էլ կան չեն նրանք ասեն, «Ա դե իսկականից մեր վարչապետը ճիշտ է ասում»։ Եթե դու մտավորական ես, անգրագետի առաջ ո՞նց ես սողում։ Եթե դու անգրագետի առաջ սողում ես, դու մտավորական չես, չասեմ ինչ ես։ Ո՞նց կարաս դու բարձր գնահատես անգրագետ մարդուն։ Դու մտավորական ես։ Ոնց կարող է պատահել դու քո երկրին կամենաս 21-րդ դարում անգրագետ մարդ ղեկավարի։ Դա պետք է քո մեջ մի պայքար գնար։ Դու չես կարա դրա հետ հարմարվես։ Եթե ի վիճակի ես նրան տապալես, գոնե ի վիճակի ես քո մեջ այնքան չկոտրվես, որ գնաս դեմը սողաս։ Բայց արդեն արձագանքում են, ճիշտ է, ինչ մասից այն մարդ չենք հասկանում։ Ձեր դեմի սարու չոլերը նկարեք։ Նիկոլ Փաշինյան, որ դու մնայիր ձեր սարու չոլերում, այսօր չէիր գա հանրապետության հրապարակում նստե իր աթոռի։ Բա մնայիր քո չափի մեջ։ Մաքսիմում երրորդ մասի են պատերը նկարած տանը։ Բայց չի չհարմարվեցիր այդ վիճակին։ Այս ձևով, այս ամեն ինչով գնում են ընտրության ժողովրդյան։ Որոշումը ձերն է։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդ Անտենյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։